Երաժշտական ժանրերի գոյացմանը կարող են հանգեցնել մի շարք հանգամանքներ՝ քաղաքական, կրոնական, հասարակական, տարբեր անհատների ստեղծագործական երևակայություն եւ այլն։ Կան երաժշտական ժանրեր, որոնք առաջանում են գրեթե միանգամից եւ միանգամից տարածվում, դառնում պոպուլյար։ Ուրիշ ժանրեր բյուրեղանում են աստիճանաբար եւ ժամանակի ընթացքում միայն ստանում իրենց վերջնական ձևը։ Ահա այդպիսի տեսակին է պատկանում նոկտյուրնի երաժշտական ժանրը։ Նոկտյուրն բառը թարգմանաբար նշանակում է գիշերային, իսկ հայերեն նոկտյուրնը երբեմն թարգմանվում է որպես ցայգերգ կամ գիշերերգ։ Այդ երգ մասնիկը ունի մի շատ կարևոր խորհուրդ։ Բանն այն է, որ մինչև նոկտյուրնը գոյություն է ունեցել մեկ այլ երաժշտական ժանր, որը սերենադն էր։ Սերենադը ծագում է սերա իտալերեն բառից, որը նշանակում է երեկո։ Եվ սերենադը դա երգ է, հիմնականում սիրային երգ, որը կատարվում է հիմնականում երեկոյան ժամին սիրելի կնոջ կամ աղջկա պատուհանի մոտ։ Այսպիսի մի ավանդույթ կար։ Սերենադի տեսակներից էր նաև օբադը։ Օբ նշանակում է լուսաբաց ֆրանսերեն եւ փաստորեն դա նույն սերենադն է, որ կատարվում է ոչ թե երեկոյան, այլ առավոտյան։ Ահա այս երգը ի վերջո ծնունդ տվեց նոկտյուրնի ժանրին եւ այդ առումով պատահական չէ, որ հայերեն թարգմանության մեջ մենք ունենք երգ արմատը։ Մինչ նոկտյուրնի գոյություն ունենալը անշուշտ որպես առանձին ժանր, նոկտյուրն բառը երբեմն պատահում էր ստեղծագործությունների ենթավերնագրերում որպես օրվա ժամանակի հետ մի յուրատեսակ զուգորդում։ Եվ ահա այդ առումով օգտագործվում է նոկտյուրն բառը Մոցարտի մի հետաքրքիր ստեղծագործության մեջ, որը նրա սերենադ թիվ 6-ն է, որը ենթավերնագրված է Serenata Notturna կամ գիշերային սերենադ։ Հետաքրքիր է հետևյալը. Մոցարտը այդ ստեղծագործությունը գրեց բավականին վաղ տարիքում, մոտավորապես 16-17 տարեկան էր, եւ Serenata Notturna իտալերեն բառերը գրված են ոչ թե նրա, այլ նրա հոր ձեռքով պարտիտուրայում։ 6-րդ սերենադը կամ գիշերային սերենադը Մոցարտի հետաքրքիր կատարողական կազմի համար է։ Այն գրված է երկու նվագախմբի համար։ Մի նվագախմբի կազմի մեջ մտնում են երկու ջութակները, ալտը եւ կոնտրաբասը, մյուս նվագախմբին կցված են նաեւ գոսերը, լիտավրները։ Ահա այդ երկու նվագախմբերը հանդես գալով միաժամանակ, երբեմն առանձին, որպես կատարողներ հանդես են գալիս Մոցարտի 6-րդ սերենադում։ Այս սերենադը ունի 3 մաս եւ իրականում ձևի առումով այն կարելի է համարել դիվերտիսմենտ։ Ինչ է նշանակում դիվերտիսմենտ։ Սա զվարճանքի կամ ժամանցի համար գրված ստեղծագործություն է սիմֆոնիայի փոքրիկ տեսակ։ Ինչու եմ ասում սիմֆոնիայի փոքրիկ տեսակ։ Իրականում կլասիցիզմի միջին շրջանում դեռևս միջև վերջ ձևավորված չէին այն ժանրերը, այն տեսքով, որով մենք ծանոթ ենք դրանց այսօր։ Այսինքն սիմֆոնիան կարող էր ունենալ տարբեր մեկնաբանումներ, դրա հետ միասին սոնատը կարող էր ունենալ տարբեր մեկնաբանումներ եւ ժանրերը դեռևս կարծես բյուրեղանում էին այդ ժամանակաշրջանում։ Եվ իրականում սահմանը, թե որտեղ է վերջանում նվագախմբային դիվերտիսմենտը եւ որտեղ է սկսվում սիմֆոնիան, բավականին թափանցիկ էր եւ շատ հաճախ ստեղծագործությունները կարող էին կրել այս կամ այն վերնագիր ըստ կոմպոզիտորի հայեցողության։ Ահա այդպիսին է Մոցարտի 6-րդ սերենադը։ Այն բաղկացած է 3 մասից, սկսվում է մարշից, սակայն այս մարշը հնչում է ոչ թե որպես մարշ, այլ որպես ավելի ինչ-որ քնարական բնույթի երաժշտություն եւ միայն մարշի վերջերում հանդիպող գոսերի փոքրիկ հատվածները, փոքրիկ սոլոներն են հուշում, որ այստեղ գործ ունենք քայլերքի հետ։ Մարշից բացի, ուրեմն մասում կա մենուետ, այս ստեղծագործության երկրորդ մասն է մենուետը եւ եզրափակող մասն է ռոնդոն։ Եվ փաստորեն միայն վերնագրում հանդիպող գիշերային բառն է հուշում երաժշտության ուրեմն տրամադրությունը եւ հնչողության գոնե մոտավոր ոլորտը։ Մոցարտը գրեց եւս 2 ստեղծագործություն, որտեղ հանդիպում ենք նոկտյուրն բառի։ Դա նրա ավելի ուշ տարիքում գրված թիվ 8 սերենադն է, որտեղ
արդեն հենց Մոցարտի ձեռքով գրված է ճակերտներով նոկտուրնո բառը, այսինքն այս սերենադը ի սկզբանե նա ընկալում է որպես նոկտյուրն, որպես գիշերը կատարելու համար նախատեսված երաժշտություն։ Եվ այստեղ մենք արդեն գործ ունենք ոչ թե երկու նվագախմբի հետ, իսկ նվագախումբը դա իհարկե փոխաբերական իմաստով է ասված, որովհետև իրականում դրանք կամերային անսամբլներն են։ Այստեղ գործ ունենք ոչ թե երկու նվագախմբի հետ, ինչպես դա 6-րդ սերենադում էր, այլ 4 նվագախմբի հետ։ 4 փոքրիկ նվագախումբ, որոնք բաղկացած են յուրաքանչյուրը լարային գործիքներից եւ երկուական գալարափողերից, նվագում են միաժամանակ, հաճախ արձագանքելով իրար, կարծես մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ անդադ լսում ենք էխոներ եւ նվագախմբերը իրար արձագանքելով են նվագում, կրկնում են միևնույն ֆրազները։ Հավանաբար կարելի է ենթադրել, որ կատարման համար Մոցարտը առաջարկում էր այդ կատարողներին տարբեր ձևով տեղադրել, ստերեոֆոնիկ ձևով, օրինակ յուրաքանչյուր նվագախումբ մեկը մյուսի հետևում կամ տարբեր կողմերում, որպեսզի ունկնդիրները, ովքեր ներկա են կենթանի կատարմանը, անընդհատ լսեն նույն երաժշտական ֆրազները, նույն երաժշտական մոտիվները, կարծես տարբեր տեղերից, մեկ ձախից, մեկ աջից, մեկ առջևում եւ այլն։ Եվ փաստորեն այս 4 նվագախմբերը հանդես են գալիս որպես իրար արձագանքող այսպիսի փոքրիկ ամբողջություններ։ Սա շատ հետաքրքիր մոտեցում է, որը հետագայում զարգացրեցին 19-րդ դարավերջի եւ հատկապես 20-րդ դարի կոմպոզիտորները։ Մոցարտը այդ առումով իհարկե միջնորդված ձևով շատ հաճախ կարող է դիտարկվել որպես նորագույն երաժշտության զարգացումների նախակարապետ, եւ դա մենք կարող ենք լսել նրա թիվ 8 սերենադի մեջ։ Մեկ այլ նոկտյուրն անվանումով ստեղծագործություն է, հետաքրքրագույն ստեղծագործությունը, որ կոչվում է կվատրո նոկտյուրնի կամ 4 նոկտյուրն, որոնք գրված են շատ հետաքրքիր կատարողական կազմի համար։ 3 ձայն, 2 կնոջ ձայն եւ մի տղամարդու ձայն եւ 3 կլարնետ, 2 սովորական կլարնետ եւ 1 բասսետ հորն։ Բասսետ հորնը դա կլարնետի տեսակներից է, որը Մոցարտի կյանքի օրոք է առաջացել եւ Մոցարտը առաջին կոմպոզիտորներից էր, ովքեր անդրադարձան այդ գործիքին։ Իրականում բասսետ հորնը երբեք լայն տարածում չի ունեցել երաժշտության մեջ հայտնվել է միայն սպորադիկ, պարբերական կերպով եւ միայն 20-րդ դարավերջում է, որ մեկ այլ կոմպոզիտոր Կարլ Հայնց Շտոքհաուզենը սկսել է պարբերաբար հաճախ գրել բասսետ հորնի համար, ներառելով այս գործիքը նրա օպերային հեպտալոգիայի մեջ։ Հետաքրքրագույն ստեղծագործություն է 4 նոկտյուրները։ Դրանք կարծես մտահղված են իբրև տարբեր չգրված օպերաների փոքրիկ պատառիկներ, անսամբլներ, որոնք կարող էին հնչել օպերայում։ Դրան նպաստեց եւս մեկ բան, որ Մոցարտի 4 նոկտյուրների տեքստերի հեղինակն էր Պիետրո Մետաստազիոն, որը հայտնի օպերային լիբրետիստ էր եւ ստեղծեց բավականին մեծ թվով հայտնի օպերաների լիբրետոներ, սցենարներ։ Ահա այսպիսի ստեղծագործություն է 4 նոկտյուրները, երաժշտության աուրան բավականին խաղաղ է, հայեցական, եւ մենք տեսնում ենք ինչպես ի տարբերություն 8-րդ սերենադի, որտեղ իրար են արձագանքում 4 նվագախմբերը, այստեղ իրար են արձագանքում մարդկային ձայները մի կողմից եւ փողային 3 գործիքը մյուս կողմից, երբեմն իրար հետ միահյուսվելով պոլիֆոնիայի մեջ, երբեմն առանձնանալով իրարից, երբեմն կրկնելով իրար, երբեմն հանդես գալով միաժամանակ։ Չնայած Մոցարտի երաժշտության մեջ մենք մի քանի անգամ տեսնում ենք նոկտյուրն բառի օգտագործումը, առաջին կոմպոզիտորը, ով պարբերաբար սկսեց նոկտյուրններ գրել, մեկ այլ հեղինակն էր, դա իռլանդացի կոմպոզիտոր Ջոն Ֆիլդն էր, որի կյանքի զգալի մասը անցել է Ռուսաստանում 19-րդ դարի սկզբում։ Ջոն Ֆիլդը իհարկե դասական երաժշտության ամենահայտնի կոմպոզիտորներից չէ։ Ջոն Ֆիլդը ստեղծագործել է այնպիսի շրջանում, երբ երաժշտարվեստում աստիճանաբար անցում էր կատարվում կլասիցիզմից դեպի ռոմանտիզմ։ Եվ ահա այսպիսի խաչմերուկում մոտավորապես կարելի է ասել Մոցարտի եւ Շոպենի ոճերի արանքում ստեղծագործում էր Ջոն Ֆիլդը։ Ֆիլդը մեծ նշանակություն ունեցավ
դաշնամուրային դպրոցի ձևավորման համար, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում։ Ֆիլդը դասավանդել է մի շարք կարևոր այն ժամանակվա ռուս դաշնակահարներին, դասեր է տվել նաև Միխայիլ Գլինկային, որը դարձել է ռուս դասական երաժշտության հիմնադիր, եւ նրա երաժշտությամբ հիանում էին Շոպենը, Լիստը եւ 19-րդ դարի շատ կոմպոզիտորներ։ Ջոն Ֆիլդի ստեղծագործությունների մենանվագ դաշնամուրի համար ստեղծագործությունների զգալի մասն են կազմում նրա նոկտյուրները։ Ջոն Ֆիլդը առաջինը իր երաժշտության միջոցով ձևակերպեց, թե ինչ է նոկտյուրնը այն իմաստով, որով մենք այդ ժանրը հասկանում ենք այսօր։ Երգեցիկ ստեղծագործություն երաժշտական գործիքի համար, որտեղ դաշնամուրով կատարելու դեպքում մեղեդին կատարվում է աջ ձեռքում եւ մեղեդին նման է երգային մեղեդուն, ունի նման կառուցվածք եւ ուրեմն նման կազմ, իսկ նվագակցությունը, որը կազմված է կամ պարբերական արպեջիոներից կամ կրկնվող ակորդներից, կատարվում է ձախ ձեռքում։ Այսինքն բավականին հասարակ ստրուկտուրա, հասարակ կառուցվածք, պարզ մեղեդի աջ ձեռքում եւ պարբերական բաբախում, որը հնչում է նվագակցության մեջ։ Ահա այդպիսի ձևով են գրված Ջոն Ֆիլդի նոկտյուրները եւ ահա այդպիսի ձևով նոկտյուրնը զարգացավ 19-րդ դարի ընթացքում եւ հասավ գրեթե անփոփոխ 20-րդ դար։ Ջոն Ֆիլդը ծառայել է որպես ոգեշնչման միանշանակ անկասկած աղբյուր 19-րդ դարի մեկ այլ կոմպոզիտորի համար։ Դա Ֆրիդերիկ Շոպենն էր։ Եվ Ֆրիդերիկ Շոպենի երաժշտության մեջ մենք նույնպես տեսնում ենք նոկտյուրնի ժանրի զարգացում եւ Շոպենը այդ ժանրը հասցրել է այնպիսի բարձունքների, որոնց կարծես համապատասխանում է նրա ողջ ստեղծագործությունը։ Շոպենը ոչ միայն առաջիններից էր, ովքեր անդրադարձան այդ ժանրին, այլ նաև այն կոմպոզիտորներ, որը իր թե հարմոնիկ, թե ռիթմիկական նոր զարգացումների շնորհիվ միանշանակ մեծ կարևորության նոկտյուրներ ստեղծեց։ Շոպենի երաժշտության մեջ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես գրեթե ամբողջությամբ բյուրեղացել է նոկտյուրնի ժանրը, զուգորդվելով ոչ միայն այս մեղեդի նվագակցություն մոդելի հետ, այլ նաև որոշակի երաժշտական ձևերի հետ, որոնց պարբերաբար անդրադառնում է Շոպենը։ Այս ձևերը կամ այսպես կոչված եռամաս ձևն է, կամ այսպես կոչված եռահնգամաս ձևը։ Եվ ահա թե ինչ տարբերություն կան այս երաժշտական ձևերի մեջ։ Եռամաս ձևը կառուցված է A-B-A մոդելով, այսինքն ստեղծագործության սկզբում մենք լսում ենք մի որոշակի երաժշտություն, մի որոշակի երաժշտական կառույց, հետո մենք լսում ենք միջին հատվածը, որը կարող է տարբերվել թե օրինակ տոնայնությամբ, թե իր անգամ երբեմն տրամադրությամբ, այսինքն հանգիստ երաժշտություն, հետո բուռն երաժշտություն, կարող է լինել ինչ-որ մեկ այլ զարգացում, ռիթմիկապես օրինակ կարող է երաժշտությունը փոխվել, ունենալ տարբեր չափ, տարբեր ռիթմիկական պատկերներ եւ այլն, եւ այնուհետեւ երաժշտությունը վերադառնում է նախնական, ուրեմն ուրեմն ձևին, նախնական մոդելին, այսինքն մի ինչ-որ տեսակի երաժշտություն, միջին հատված եւ վերադարձ դեպի սկիզբ։ Ընդ որում վերադարձ դեպի սկիզբը կարող է լինել փոքր-ինչ ձևափոխված, իսկ կարող է լինել նաեւ նույնությամբ։ Եռահնգամաս ձևը իրականում եռամաս ձևի ընդլայնումն է։ Այստեղ երկու անգամ է վերադառնում միջին հատվածը, որը որ տեղադրվում է 3 անգամ կրկնվող առաջին հատվածների արանքում, այսինքն առաջին A հատվածը վերադառնում է 3 անգամ ամբողջ ստեղծագործության ընթացքում եւ արանքներում տեսնում ենք ուրեմն այս միջին կոնտրաստային հատվածը։ Ահա այսպիսի ձևերով են գրված Շոպենի նոկտյուրները։ Ի տարբերություն Ջոն Ֆիլդի, Շոպենը շատ առաջ է գնում ռիթմի իմաստով եւ մենք կարող ենք նրա նոկտյուրներում տեսնել այդպիսի մի իր ժամանակվա համար բավականին նորարարական, շատ ճկուն ռիթմի օգտագործում։ Եվ թերևս Շոպենի նոկտյուրներն էին, որ ոգեշնչել էին Լիստին,
մի այսպիսի հետաքրքիր հայեցակարգ ստեղծելու, որը կարող էր բացատրել դաշնակահարին, կատարողին, թե ինչ է նշանակում ռուբատոն, երաժշտության ազատ կատարումը։ Լիստը Շոպենի հավանաբար երաժշտության հիման վրա ահա այսպիսի համեմատություն է անում։ Նա ասում է, որ երաժշտության ազատ ռուբատո կատարումը նման է փոթորկոտ եղանակին սենյակում նստած լինելով պատուհանից դուրս նայելուն։ Դիտողը տեսնում է, թե ինչպես են օրինակ ճոճվում ծառերը քամուց, տեսնում է, թե դրսում ինչ եղանակ է, իսկ ներսում այդ ամենը նրան չի հուզում, նա հանգիստ է եւ այդ փոթորիկը դիտում է փաստորեն սենյակի ներսից։ Ահա այսպիսի համեմատություն են անում, ասելով, որ ռուբատո ազատ կատարումը պետք է կատարվի հետևյալ ձևով։ Ձախ ձեռքը, որը տալիս է պարբերական ռիթմ, պետք է մնա գրեթե անփոփոխ, այսինքն այստեղ որևիցե մի ռիթմիկական ճկունություն չպետք է տեղի ունենա, միևնույն ժամանակ աջ ձեռքում հնչող մեղեդին պետք է ճախրի այս պարբերական բասի վրա եւ լինի ծայրաստիճան ազատ եւ ճկուն։ Ահա այսպիսինն է նաև Շոպենի նոկտյուրների նոտագրությունը։ Աջ ձեռքում մենք կարող ենք տեսնել շատ ազատ պասաժներ, կարող ենք տեսնել ռիթմերի զարմանալի փոխակերպումներ, միևնույն ժամանակ ձախ ձեռքը հաճախ մնում է պարբերական բաբախող։ Ռոմանտիզմի շրջանում նոկտյուրնին մի հետաքրքիր անդրադարձ է Ֆրանց Շուբերտի Nachtstück երգը, որը ոչ թե իրական ուրեմն Ջոն Ֆիլդից կամ Շոպենից ոգեշնչված նոկտյուրն է, այլ պարզապես երգ, որը նվիրված է գիշերային թեմային, որը հիմնված է Յոհան Մայերհոֆեր անունով բանաստեղծի տեքստի վրա։ Ընդ որում Շուբերտը այդ երգը գրեց բավականին վաղ տարիքում, 1819 թվականին գրված երգ է, իսկ 1819 թվականին դեռ կենդանի էր Բեթհովենը, կլասիցիզմի վերջին ներկայացուցիչը, բայց երաժշտության ոճական առումով ամբողջությամբ ռոմանտիկ ստեղծագործություն է, թե տեքստի իմաստով, թե տեքստին, ուրեմն տեքստի հետ զուգահեռ ընթացող երաժշտությամբ։ Եվ ահա թե ինչու։ Մայերհոֆերի բանաստեղծությունը շատ գեղեցիկ պատկեր է ուրվագծում։ Բանաստեղծության մեջ խոսքը մի ծերունու մասին է, որը ամեն երեկո դուրս է գալիս, ուրեմն լուսնի լույսով ողողված անտառ, իր տավիղը ձեռքին եւ նվագում է իր երգը, որին ունկնդիր է միայն բնությունը, ծառերը, թռչունները, բույսերը եւ այլն։ Եվ ամեն անգամ երգում է ծերունին իրեն նվագակցելով տավխով, միևնույն երգը արտահայտելով այդ ցանկությունը, որ կյանքի, ուրեմն կյանքի հոգսերը, կյանքի դժվարությունները մի օր ավարտվելու են։ Ահա այսպիսի իմաստ է արտահայտում այս երգը եւ երգի վերջում ծերունին լռում է եւ տեսնում ենք նրա կողքին կանգնած մահվան պատկեր։ Սա Շուբերտի համար բավականին սիմվոլիկ բան է, մարդու եւ մահվան փոխհարաբերություններին են նվիրված նրա շատ երգեր, այդ թվում առնվազն 2 ծայրաստիճան հայտնի երգ, մեկը դա նրա անտառային արքան է, մյուսը աղջիկը եւ մահը երգը Շուբերտի համար դա կարծես նշանային նշանակություն ունեցող թեմա էր եւ եթե անգամ հաճախ ասում են Շուբերտի մասին, որ նա տեքստերի ընտրության առումով այսպես կոչված ամենակեր էր, այսինքն կարող էր ընտրել ցանկացած մի տեքստ առանց մտածելու դրա գեղարվեստական արժեքների մասին, դա այդքան էլ այդպես չէ, որովհետև մենք տեսնում ենք կարմիր թելով Շուբերտի ողջ ստեղծագործության ընթացքում անցնող միևնույն թեմաներ։ Nachtstück նշանակում է գիշերային պիես կամ գիշերային կտոր, գիշերային երգ այս առումով, եւ փաստորեն տրամադրությամբ կամ գոնե իր բովանդակությամբ մոտ է նոկտյուրնին։ Եվ այստեղ ի տարբերություն Շուբերտի շատ այլ երգերի երաժշտական ձևը անհամեմատ ավելի ազատ է։ Այստեղ մենք տեսնում ենք ոչ թե այդ կուպլետային կառուցվածքը, որը հատուկ էր Շուբերտի շատ երգերի համար, երբ նույն կուպլետը տարբեր տեքստերով կրկնվում է կամ տարբեր փոքրիկ վարիացիաներով է կրկնվում, այլ շատ ազատ երաժշտական ձևի, որը ունի
առաջաբան, որը բնութագրում է տեսարանը, որտեղ տեքստն է բնութագրում տեսարանը, ունի հիմնական կտոր, որտեղ ծերունին երգում է իր երգը, եւ ահա այդ կտորում մենք հանդիպում ենք միևնույն երաժշտական հյուսվածքների, որոնք շատ տիպիկ են նոկտյուրների համար, այդ մեղեդի եւ պարբերական նվագակցություն մոդելը, ունի հատված, որտեղ որ բնությունն է արձագանքում ծերունու երգին եւ վերջապես ամփոփում ամբողջ երգի։ Ահա այսպիսի հետաքրքիր կառուցվածք ունի Շուբերտի նախճտյուկը։ Ռոմանտիկ շրջանում ստեղծված նոկտյուրներից անհրաժեշտ է առանձնացնել մի շատ կարևոր ստեղծագործություն, դա Ֆերենց Լիստի Ժնևի զանգերը դաշնամուրային ստեղծագործությունն է, որը ունի նոկտյուրն ենթավերնագիր։ Շուբերտի Ժնևի զանգերը դա մի պիես է, որը մաս է իր առաջին հրատարակված կարևոր մեծ դաշնամուրային շարքի, որը կոչվում է Դեգերումների տարիներ։ Ինչպես հայտնի է, Լիստը շատ էր սիրում ծրագրային երաժշտություն, այսինքն երաժշտություն, որ հնչյունների միջոցով նկարագրում է որևէ իրողություն։ Եվ ահա նրա Դեգերումների տարիները այսպիսի շարք են։ Այդտեղ պիեսները ուրեմն խմբավորված են ըստ տարբեր երկրների, առաջին տարին Դեգերումների դա Շվեյցարիան է, որի վերջին մասն է Ժնևի զանգերը, երկրորդ տարին Իտալիան է, երրորդ տարին կոնկրետ երկրի անվանումը չունի, բայց տարբեր պիեսները կապված են տարբեր երկրների հետ։ Երկրներին է վերաբերվում ինչ-որ հնչողական աուրա, ինչ-որ հնչողական ոլորտ։ Օրինակ, կարող է լինել դա հնչյունային ընդօրինակում որևիցե մի երևույթի, որը որ կա տվյալ երկրում։ Դա կարող է լինել, ենթադրենք, ժողովրդական երգ կամ ինչ-որ տիպիկ հնչողություն, որը որ հատուկ է տվյալ երկրին։ Դա կարող է լինել հնչյունային նկարագրություն որևէ գեղարվեստական ստեղծագործության, դա կարող է լինել օրինակ կերպարվեստի ստեղծագործություն, քանդակ կամ գրականության ստեղծագործություն, որը կապված է տվյալ երկրի հետ։ Օրինակ Լիստին հաճախ հուզել են Դանթեի ստեղծագործությունները եւ Դանթեի մոտիվներով եւ Պետրարկայի մոտիվներով մենք տեսնում ենք պիեսներ, որոնք որ զետեղված են Իտալիա, ուրեմն ենթաշարքում։ Ժնևի զանգերը Լիստի գեղեցկագույն ստեղծագործություններից է ու նաև այն ստեղծագործություններից, որտեղ Լիստը լինելով վիրտուոզագույն դաշնակահար, զսպում է իր դաշնակահար լինելը հանուն ավելի ճշգրիտ հնչյունագրության։ Լիստը երաժշտությամբ ընդօրինակում է Ժնևում տարբեր ժամանակ, տարբեր զանգակատներից, երբեմն միաժամանակ, երբեմն իրար արձագանքող հնչող զանգերը երեկոյան ժամերին, եւ սա իրականում շատ զարմանալի ստեղծագործություն է, թե հարմոնիայի առումով, թե երաժշտական հյուսվածքի առումով։ Մենք տեսնում ենք ճշգրիտ վերարտադրություն զանգերի հնչողության, ընդ որում երբեմն բարձր ռեգիստրում, որից սկսվում է ստեղծագործությունը, երբեմն Լիստը գնում է այնքան ցածր դաշնամուրի ռեգիստր, որտեղ յուրաքանչյուր առանձին հնչյուն այլևս կարծես դժվար է ճանաչել, դժվար է հասկանալ դրա կոնկրետ ձայնաբարձրությունը եւ մենք լսում ենք գրեթե սոնորիստական, այսինքն տեմբրին վերաբերող, ուրեմն հնչյունի ընդօրինակում։ Սա շատ հետաքրքիր դեպքերից է եւ իրականում մինչեւ Լիստը շատ քիչ կային նման դեպքեր, երբ կոմպոզիտորը դաշնամուրը դիտարկում է որպես մեկ այլ երաժշտական գործիք կամ գործիքների ամբողջություն կամ առհասարակ հնչյունի աղբյուր ընդօրինակելու համար պիտանի սարք, պիտանի ուրեմն հնչողական օբյեկտ։ Եվ սա հստակությամբ լսվում է Լիստի Ժնևի զանգերում, որին վերագրված է նաև նոկտյուրն ենթավերնագիրը։ 19-րդ դարավերջում ստեղծվեցին մի շարք այլ հետաքրքիր նոկտյուրներ, որոնք կապված են ուշ ռոմանտիզմի հետ մի կողմից, իսկ մյուս կողմից fin de siècle, դարի վերջ մտայնության հետ։ Դրանք են ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի նոկտյուրները եւ ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինի նոկտյուրնը, որը գրված է միայն ձախ ձեռքի համար։
Գաբրիել Ֆորեն նոկտյուրներ էր գրում իր ողջ կյանքի ընթացքում։ Եվ սա բավականին հետաքրքիր է դարձնում այդ ժանրի օգտագործումը նրա մոտ, որովհետև նոկտյուրները իրար հետևից լսելով կարող ենք տեսնել Ֆորեի երաժշտական լեզվի կամ հարմոնիկ լեզվի ավելի շուտ ձևափոխումը տարիների ընթացքում։ Ֆորեն այն կոմպոզիտորներից էր, որոնց համար կարևոր էր գեղեցկության գաղափարը։ Կարելի է կարծել իսկ ում համար կարևոր չէր գեղեցկության գաղափարը երաժշտության մեջ։ Շատ հաճախ կոմպոզիտորների համար կա այսպիսի մի կշեռք, այդպիսի մի նժարներ, որտեղ որ մի կողմից գեղեցկությունն է, մյուս կողմից իրականության ճշգրիտ արտացոլումը, լինի դա արտաքին իրականություն կամ հոգու ներքին իրականություն։ Ֆորեի համար երաժշտությունը անպայման պետք է լիներ գեղեցիկ մի բան, եւ այդ բան բառը ես հատուկ եմ ընդգծում, որովհետեւ երաժշտությունը կարող է կոմպոզիտորի կողմից դիտարկվել մի կողմից օրինակ ինչպես Բեթհովենի մոտ, ինչպես փիլիսոփայական մի արտադրանք, ինչպես մի խոշոր մի երևույթ, որը կարող է ձևափոխել մարդու կյանքը, իսկ Ֆորեն դիտարկում էր հավանաբար երաժշտությունը որպես մի փոքրիկ գեղեցիկ իր, որը կարող է ուրախացնել մարդուն եւ գեղեցկացնել նրա կյանքը։ Մի այսպիսի ջութակահարուհի կար Էլեն Ժուրդան Մորանժ, որը երիտասարդ տարիքում սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որի ռեկտորն էր Գաբրիել Ֆորեն։ Իսկ Փարիզի կոնսերվատորիայում բավականին սուր էր դրված դասեր հաճախելու հարցը եւ այն ուսանողները, որոնք բաց էին թողնում 2 կամ 3 դաս, կարող էին ավտոմատ կերպով դուրս մնալ կոնսերվատորիայից, իմանալով դա եւ հրավեր ստանալով այցելելու Իտալիա, Ֆլորենցիա, մասնավորապես Ժուրդան Մորանժը դիմում է ռեկտորին, ակնկալով մերժում, բնականաբար ասելով, որ ես պետք է ելույթներ ունենամ Իտալիայում եւ ես չեմ կարող դա անել, որովհետեւ ես դուրս կմնամ կոնսերվատորիայից։ Ֆորեն մի քիչ մտածելուց հետո ասում է եւ եթե դուք չգնաք, դուք չեք տեսնի այս ամբողջ գեղեցկությունը եւ համաձայնություն է տալիս ներել նրա բացակայությունները։ Սա շատ բան է խոսում նրա մասին ոչ միայն որպես անձ, այլ որպես կոմպոզիտոր, այդ գեղեցկությունը դնել ուրեմն ստեղծագործության դիտարկել որպես ստեղծագործության կարևորագույն մաս, շատ տիպիկ երևույթ է Ֆորեի համար։ Սակայն գեղեցկության անկալումը Ֆորեի կողմից տարիների ընթացքում աստիճանաբար փոխվում էր, եւ մենք կարող ենք տեսնել հարմոնիկ լեզվի չկանխատեսված զարգացում նրա ուշ շրջանի նոկտյուրներում։ Եթե Ֆորեն սկսում է այդ դասական նոկտյուրնի ֆիլդից սկսված դասական նոկտյուրնի մոդելից, այսինքն մեղեդի նվագակցություն, որում մեղեդին բավականին երգային է, հեշտ հիշվող, մատչելի լսելու համար, ապա ուշ նոկտյուրներում նա աշխատում է երաժշտության այլ բաղադրիչների հետ։ Մեղեդին կարող է այդքան վառ արտահայտված չլիներ, եւ նրա ամբողջ շեշտադրությունը հարմոնիկ տարօրինակ ձևափոխումների, տարօրինակ մոդուլյացիաների, անսպասելի, ուրեմն փոխակերպումների վրա է այս երաժշտության։ Այսքանով աչքի են ընկնում Գաբրիել Ֆորեի նոկտյուրները։ Ալեքսանդր Սկրյաբինը մյուս կողմից իր ձախ ձեռքի համար գրված Opus 8 նոկտյուրնը շատ հետաքրքիր պահին է գրել։ Դաշնակահարների մոտ հաճախ է պատահում, որ շատ պարապելու ընթացքում ունենում են ժամանակավոր ինչ-որ մկանային խնդիրներ եւ նրանց խորհուրդ է տրվում չօգտագործել կամ առհասարակ չնվագել կամ չօգտագործել այս կամ այն ձեռքը նվագելիս։ Մի ժամանակ այսպիսի խնդրի առաջ էր կանգնած Սկրյաբինը որպես դաշնակահար, երբ սկսեց ուրեմն գրել երաժշտություն միայն ձախ ձեռքով կատարելու համար, այսինքն ինքն իր աջ ձեռքին ուրեմն հանգիստ տալու համար, երևի մկանային լարվածության կամ մեկ այլ ուրեմն կատարման հետ կապված երևույթի հետևանքով, ուրեմն մի շարք ստեղծագործություններ է գրել միայն ձախ ձեռքի համար։ Եվ այդ թվում Opus 8 պրելյուդը եւ նոկտյուրնը։ Նոկտյուրնը հետաքրքիր ստեղծագործություն է եւ առհասարակ կոմպոզիտորներ, ովքեր գրում են դաշնամուրի համար միայն մի ձեռքով կատարելու ստեղծագործություններ, հիմնականում գրում են այն ձևով, որպեսզի ունկնդիրը միանգամից չկարողանա հասկանալ, որ կատարողը միայն մեկ ձեռքով է նվագում։ Այսինքն առանց որևէ
ուրեմն բացառությունների երաժշտությունը պետք է հնչի լիարժեք եւ դաշնամուրի ողջ ձայնածավալը պետք է օգտագործվի։ Սկրյաբինը դա անում է 100%-ով եւ ամբողջությամբ օգտագործում է դաշնամուրը ամենացածր հնչյուններից մինչեւ ամենաբարձր հնչյուններ, ընդ որում նրա կոմպոզիտորական վարպետության մասին վկայում է մի հետաքրքիր գիծ։ Ես խոսեցի Շոպենի երաժշտության մեջ երաժշտական ձևի օգտագործման, այս եռամաս եւ եռահանգամաս ձևերի մասին։ Սկրյաբինը անում է նույնը, բայց Սկրյաբինը ամեն անգամ փոխակերպում է թեման։ Եթե մի անգամ թեման հնչում է վերևի ձայնում, ինչպես դա սովորաբար է լինում նոկտյուրներում, երկրորդ անցման ժամանակ թեման հնչում է բասում, իսկ երրորդ անցման ժամանակ թեման սկսում է հնչել մեջտեղի ձայնում, ընդ որում միայն մեկ ձեռքով կատարելու ընթացքում։ Այսինքն մենք լսում ենք հնչյունների շարք, որոնք որ միջին ռեգիստրում են, միևնույն ժամանակ կա բաս, որը կատարվում է նույն ձախ ձեռքով, եւ միևնույն ժամանակ կան նաեւ վերևի ռեգիստրում հնչյուններ, որոնք կատարվում են նույն ձեռքով, այսինքն դաշնակահարը անընդհատ անցումներ է կատարում մի ռեգիստրից մյուսը եւ պայմանն այդպիսինն է, որ մեղեդու անընդհատությունը պետք է պահպանվի, դրա սահունությունը պետք է մնա կայուն եւ միևնույն ժամանակ այդ սահուն մեղեդին միջին ռեգիստրում պետք է նվագակցվի թե բասային եւ թե վերևի ռեգիստրի հնչյուններով։ 19-րդ դարի վերջին կարևոր նոկտյուրների շարքն է Կլոդ Դեբյուսիի նոկտյուրներն են, որոնք գրված են ոչ թե դաշնամուրի, այլ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Եվ իրականում Դեբյուսին ընկալում է նոկտյուրնը ոչ թե որպես գիշերային երգ, ճակերտներով երգ իհարկե, այլ որպես գիշերային պատկեր։ Դեբյուսին գրում է այս նոկտյուրները ոգեշնչված Անրի դը Ռենյեի բանաստեղծություններից։ Նոկտյուրները ունեն ենթավերնագրեր, առաջին նոկտյուրնը կոչվում է ամպեր, երկրորդը կոչվում է տոնախմբություններ եւ երրորդը կոչվում է սիրեններ։ Հատկապես հետաքրքիր եւ ուշագրավ են երկրորդ եւ երրորդ նոկտյուրները։ Տոնախմբությունները պայծառ երաժշտություն է։ Դա այն երաժշտությունը չէ, որ մենք կարող ենք ակնկալել այս պաստելային, քնարական հնչողությամբ 19-րդ դարի նոկտյուրներից։ Եվ ահա թե ինչպիսի պատկեր է ուրվագծում Դեբյուսին իր երաժշտության միջոցով։ Շատերս հաճախ եղել ենք ամառային, ուրեմն ամիսներին, ինչ որ պուրակներում, զվարճանքի այգիներում, որտեղ անընդհատ լսում ենք տարբեր հնչողություններ։ Մի տեղից օրինակ ինչ որ կարուսելի վրա երեխաներն են բարձր, ուրեմն ձայներ արձակում, մյուս տեղից երաժշտություն ենք լսում, որը մերթ մոտենում է մեզ, մեր քայլելու համաչափ մերթ հեռանում մեզանից, լսում ենք տարբեր մարդկանց խոսակցությունների պատառիկներ, ընդհանուր այս տոնախմբության, ուրախության մթնոլորտն է կարծես օդի մեջ կախված։ Ահա այսպիսի մթնոլորտ է նկարագրում Դեբյուսին նվագախմբի միջոցով, ընդ որում ճիշտ այնպես ինչպես նրանից մեկ դար առաջ դա արել է Մոցարտը, օգտագործելով նոր իմպրեսիոնիստական սիմֆոնիկ նվագախմբում ստերեոֆոնիայի տարբեր հնարներ։ Ինչ է նշանակում ստերեոֆոնիա։ Այսինքն ձայնը կատարման ընթացքում շարժվում է, չէ՞ որ նվագախումբը ունի այսպիսի կոնկրետ դասավորություն, հա, ջութակներ, ալտեր, թավջութակներ, կոնտրաբասներ, հետևում մենք կարող ենք տեսնել փողային գործիքներ, փայտյա եւ պղնձյա, հետո հարվածային գործիքներ, կողքից լսում ենք տավիղը եւ այլն, հա։ Հնչյունը մեղեդին անընդհատ շարժվում է նվագախմբի մեկ մասից դեպի մյուսը եւ յուրաքանչյուր ուրեմն նոր հնչողական իրողություն կարող ենք ընկալել որպես վառ ցոլքեր, որոնք լսվում են մեկ աջ կողմից, ձախ կողմից, մեկ աջ կողմից, մեկ ուրեմն նվագախմբի ամենահետևում, ճիշտ այնպես, ինչպես մենք կլսեինք այդ հնչյունները, եթե քայլելու լինեինք մի այսպիսի մթնոլորտում, որը հագեցած է հնչյունի տարբեր աղբյուրներով։ Ահա այսպիսի նպատակ է հետապնդում Դեբյուսին։ Երրորդ մասը մյուս կողմից
ավելի ուրեմն նուրբ հնչողություն ունի, կոչվում է սիրեններ եւ բնականաբար այստեղ խոսքը հին հունական ուրեմն դիցաբանական կերպարների մասին է, սիրենների, որոնք կանչում են նավաստիներին եւ Դեբյուսին նվագախմբի հետ միասին որպես մի հետաքրքիր գրեթե գործիքային գույն օգտագործում է նաև կանանց երգչախումբ, որը բաժանված է 4 մասի՝ երկուական սոպրանո եւ մեծոսոպրանո։ Երգիչները երգում են առանց բառերի, միայն ձայնավորներով, այդքանով էլ ավելի նմանվելով երաժշտական գործիքների հնչողությանը, կարծես սկզբից լսում ենք նվագախումբ, իսկ հետո այս նվագախումբը սկսում է խոսել մեզ հետ մարդկային ձայներով։ Դա շատ հետաքրքիր մոտեցում էր եւ կարելի է ասել եզակի դեպք գոնե 19-րդ դարի նվագախմբային երաժշտության մեջ։ Հասնելով 20-րդ դար կարող ենք տեսնել, թե ինչպես է ճյուղավորվում նոկտյուրնի ավանդույթը։ 20-րդ դարի կոմպոզիտորների մի մասը պահպանել է նոկտյուրնի երբեմնի 19-րդ դարում գոյություն ունեցած նշանակությունը եւ ձևը, պարզապես հագեցնելով այն նոր հարմոնիաներով, նոր ռիթմերով եւ այլն, մյուս ուղղության կոմպոզիտորները ամբողջությամբ վերաիմաստավորում են այն, թե ինչ է նշանակում նոկտյուրն։ Առաջին ուրեմն մի այդ ուղղության կարծես կամ առաջին մտայնության ավելի շուտ կոմպոզիտորներից արժե հիշատակել ամերիկացի կոմպոզիտոր Սեմյուել Բարբերին, որը 20-րդ դարի առաջին կեսի կոմպոզիտորն է եւ պատմության մեջ է մտել որպես շատ պահպանողական մի կողմից, բայց նաև ուրեմն որոշ առումներով նորարար կոմպոզիտոր։ Այսինքն Բարբերը երբեք նպատակ չէր հետապնդում խզել կապերը դասական երաժշտության մեջ կամ դասական երաժշտության հետ կամ ռոմանտիկ ավանդույթի հետ, մյուս կողմից Բարբերը ուրեմն փոքրիկ նորամուծությունների շնորհիվ շարունակում է զարգացնել երաժշտական լեզուն եւ արտահայտչամիջոցները։ Նրա օպուս 33 նոկտյուրնը նվիրված է Ֆրիդերիկ Շոպենին, բնականաբար մենք այստեղ կարող ենք հանդիպել այն ծանոթ տրոպերը, որոնք հանդիպում են Շոպենի երաժշտության մեջ, եւ ինչու ոչ նաեւ միջնորդված ձևով Ջոն Ֆիլդի երաժշտության մեջ, այսինքն այստեղ գործ ունենք էլի մեղեդի նվագակցություն, ավելի շուտ մեղեդի եւ պարբերական նվագակցություն մոդելի հետ, որտեղ աջ ձեռքի մեղեդային գիծը շատ ճկուն է եւ հագեցած նոր հնչողություններով, բայց ընդհանուր առումով Բարբերը օգտագործում է նոկտյուրնի հին մոդելը։ Մյուս կողմից անհրաժեշտ է հիշատակել երկու հեղինակ։ Մեկը ռուս սովետական կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է, մյուսը հունգարացի Բելա Բարտոկը, որոնք այլ մոտեցում են ցուցաբերում։ Շոստակովիչը սկսել է իր ստեղծագործական ուղին որպես ծայրաստիճան նորարար կոմպոզիտոր, որը քաջ ծանոթ էր Եվրոպայում իր կոլեգաների առաջ քաշած նորագույն զարգացումներին եւ պատրաստ էր նոր արտահայտչամիջոցները օգտագործել իր երաժշտության մեջ։ Ահա այսպիսի ծայրաստիճան մոդեռնիստական հնչողություն ունի նրա աֆորիզմներ դաշնամուրային շարքը, որտեղ մենք հանդիպում ենք մի այսպիսի նոկտյուրնի։ Շոստակովիչի նոկտյուրնը այլևս չունի ռիթմի պարբերական բաբախում, իրականում այն չունի նաև որոշակի չափ եւ տակտերի գծեր, ամբողջ ուրեմն ստեղծագործությունը փոքրիկ նոկտյուրնը առհասարակ գրված է առանց որևէ երաժշտական մետրի, չունի նաև տոնայնություն, այսինքն Շոստակովիչի դեպքում դա բավականին եզակի երևույթ է, երբ Շոստակովիչը գրի ամբողջությամբ ատոնալ ստեղծագործություն, ահա այդպիսին է նրա նոկտյուրնը աֆորիզմներ շարքից, ինչպես նաև գրեթե ամբողջ շարքը ամբողջությամբ, եւ ծայրաստիճան փորձարարական ստեղծագործություն է։ Եվ հավանաբար Շոստակովիչը քաջ ծանոթ էր Մայակովսկու պոեզիային եւ նրա ուրեմն վաղ շրջանի մի պոեմներից մեկում կան հետևյալ տողեր ռուսերեն, ասում է «А вы ноктюрн сыграть смогли бы на флейте водосточных труб»։ Կկարողանայիք նոկտյուրն կատարել ջրատար խողովակների սրինգով։
Եվ հավանաբար Շոստակովիչը անցալելով այդ ֆուտուրիստական ուղղվածությունը Մայակովսկու տողերի ուրեմն ստեղծում է իր ջրատար խողովակներով նոկտյուրնը, որը ատոնալ է եւ որը ուրեմն խիստ տարաձայնության մեջ է մտնում առհասարակ այս ժանրի դասական ավանդական մեկնաբանման հետ։ Իհարկե Շոստակովիչի փորձարարական շրջանը ավարտվել է 30-ական թվականներին ստալինիզմի հետ միասին եւ սոցրեալիզմի ուրեմն գաղափարախոսությունը առաջ քաշելուց հետո 1936 թվականին նրա Լեդի Մագբեթմցենսկովը ուեզդը կամ Կատերինա Իզմայլովա հետագայում վերնագրված օպերան խիստ քննադատության է ենթարկվում եւ Շոստակովիչը ուրեմն հավանաբար սեփական կյանքը փրկելու նպատակով ուրեմն սկսում է դիմել ավելի դասական ձևերին։ Եվ ահա ինչ հետաքրքիր մի բան է սկսվում Շոստակովիչի մոտ։ Նա գրում է երկու տեսակի ստեղծագործություններ։ Որոշները նախատեսված են անմիջապես կատարվելու համար, այսինքն պուբլիկայի համար պատրաստ, գեղեցիկ, փաթեթավորված ստեղծագործություններ, որոնք շատ առումներով համապատասխանում էին ուրեմն գաղափարախոսությանը։ Մյուս կողմից դրանք ստեղծագործություններն էին, որ ինքը Շոստակովիչը քաջ գիտեր, որ մոտ ապագայում չեն կատարվի։ Եվ ահա այդ ստեղծագործությունների շարքին է պատկանում նրա թիվ 1 ջութակի կոնցերտը, որը գրված է 1948 թվականին, իսկ այս թիվը եւս հատկանշական է սովետական երաժշտության մեջ, որտեղ հենց այդ թվականներին է, որ սկսվում է Ժդանովի հայտնի կամպանիան, ուրեմն ֆորմալիստների դեմ, եւ հարվածի տակ են ընկնում թե Շոստակովիչը, թե Արամ Խաչատրյանը եւ թե Սերգեյ Պրոկոֆիևը, այդ ժամանակ Խորհրդային Միությունը ստեղծագործող 3 խոշորագույն կոմպոզիտորները։ Շոստակովիչի ջութակի առաջին կոնցերտը միանշանակ պետք է դիտարկվեր որպես ֆորմալիստական, այսինքն նա չի էլ հանդգնում առաջարկել այս ստեղծագործությունը կատարելու համար, եւ երաժշտությունը կատարվում է միայն Ստալինի մահվանից հետո, եւ առաջին կոնցերտի առաջին մասն է նոկտյուրնը, որը այս անգամ գրված է ջութակի եւ նվագախմբի համար։ Իհարկե, Շոստակովիչը ինչ որ առումով պահպանում է նոկտյուրնի դասական մոդելը, այստեղ մենք կարող ենք լսել, որ ջութակը գրեթե անընդհատ նվագում է իր դանդաղ, գրեթե երգային բնույթի մեղեդին նվագախմբի նվագակցությամբ, մյուս կողմից իհարկե դա էլի ծայրահեղ ձևով հեռու է դասական մոդելից, որովհետև մեղեդին որքան երգային է, այնքան էլ բարդ եւ լարված, եւ իրականում Շոստակովիչի ջութակի առաջին կոնցերտի նոկտյուրնը իր զարգացման մեջ հասնում է այնպիսի մի կիզակետի, որտեղ ջութակը շատ բարձր ռեգիստրում սկսում է նվագել կրկնակի նոտաներ, որը գրեթե հիստերիկ է հնչում եւ իհարկե շատ հեռու է այդ առումով ժանրի դասական մեկնաբանումից։ Մյուս կողմից Բելա Բարտոկը, որը իր 1926 թվականին գրված բացօթյա վերնագրված դաշնամուրային շարքում ունի մի շատ հատկանշական պիես, որը կոչվում է Գիշերվա հնչյուններ։ Եվ այստեղ մենք նույնպես կարող ենք տեսնել այս հնչյունագրություն մոդելը, որը փոխառված է մի կողմից Ֆերենց Լիստից, որը Բարտոկի համաերկրացին էր, մյուս կողմից Կլոդ Դեբյուսիի մոդելից, որը ավելի շուտ ստեղծում է ոչ թե գիշերերգ, այլ գիշերվա հնչողություն։ Սա մի շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը ունի մի քանի սկզբնաղբյուր։ Մեկը ամերիկացի կոմպոզիտոր Հենրի Քաուելն էր, որ 1910-ական թվականներին ստեղծում է մի այսպիսի հետաքրքիր երևույթ, որը կոչվում է հնչյունային կլաստերներ։ Հնչյունային կլաստերները դա իրար կպած, իրար մոտիկ գտնվող փոքրիկ ինտերվալներով իրարից առանձնացված, ուրեմն հնչողական ագրեգատներն են, որոնք միանգամից սկսում են հետաքրքրել Բարտոկին, եւ Բարտոկը սկսում է այդ ուրեմն հնչյունային կլաստերները օգտագործել նաեւ իր ստեղծագործության մեջ։ Նրանք դաշնամուրով կատարվում են ուրեմն բավականին մոտիկ դնելով մատները եւ ուրեմն հարվածելով իրար կողքի գտնվող դաշնամուրի ստեղները։ Մյուս կողմից Բարտոկին որպես ֆոլկլորագետ, իսկ նա խոշորագույն ֆոլկլորագետներից էր 20-րդ դարի, հետաքրքրում էր մի կողմից ժողովրդական երգը, մյուս կողմից, դա շատ կարևոր բան է, այս երգի ստեղծման եւ կատարման բնական պայմանները։ Իրականում հայ
ժողովրդական երգի ստեղծման եւ կատարման բնական պայմանների մասին շատ է գրել Կոմիտասը ժամանակին։ Բարտոկը անում է նույնը հունգարական երգի վերաբերյալ եւ նրան հետաքրքրում է ամբողջ հնչողական աուրան, որտեղ հնչում է այս կամ այն երգը։ Եվ գիշերվա հնչյունները այս ստեղծագործության մեջ ինքը ընդօրինակում է այն հնչյունները, որոնք հունգարական գիշերվա մեջ գյուղական վայրում հնարավոր է լսել։ Դրանք թռչունների ձայներ են, դրանք ծղրիդների հնչողությունն է, դրանք անգամ կոնկրետ տեսակի գործերի հնչողությունն է, որ նա նմանակում է երաժշտությամբ, եւ հետաքրքիր է, որ ռիթմիկապես շատ բարդ է այդ ստեղծագործությունը, իսկ Բարտոկը իր ուսանողներից պահանջում էր անընդհատ, որ կատարեն երաժշտությունը անգիր, եւ երբ մի դաշնակահար բողոքում է, որ շատ դժվար է սա անգիր նվագել, կամ գոնե հարցնում է արդյոք ճիշտ նվագեցի թե ոչ, Բարտոկը պատասխանում է, ինչ կարևոր է թե երբ ես նվագում այս կամ այն բանը, կարևոր է ինչ որ միտեղ դա նվագելը։ Այսինքն գիշերվա մեջ պատահող հնչյունները Բարտոկը հաճախ ուրեմն դիտարկում է որպես ռանդոմային, որպես պատահաբար կամ անկանխատեսելի ժամանակ հանդես եկող ուրեմն մի երևույթ, եւ եթե դաշնակահարը կատարում է մի բան անկանխատեսելի ձևով, մի ինչ-որ հնչյուն կամ մի փոքրիկ երաժշտական ցոլք հնչում է այս կամ այն տեղում, դրա կոնկրետ ուրեմն տեղավորումը այդքան էլ կարևոր չէ Բարտոկի համար, սա բավականին նոր մոտեցում է երաժշտության մեջ։ Վերջապես նոկտյուրնի ժանրին հաճախ էին անդրադառնում հայ կոմպոզիտորները, ընդ որում թե 19-րդ դարում, թե 20-րդ դարում։ Եվ կան մի քանի շատ հայտնի նոկտյուրներ հայ կոմպոզիտորների գրած, որոնք առ այսօր հաճախ հնչում են։ 19-րդ դարում հավանաբար հայ կոմպոզիտորներից առաջինն էր, որ անդրադարձել է նոկտյուրնի ժանրին, դա ցավոք սրտի երիտասարդ տարիքում մահացած Գենարի Կորգանովն էր կամ Գենարիոս Խորղանյանը, նրա իսկական անունը։ Կորգանովը սովորել է 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում, սովորել է Սերգեյ Տանիեևի, որը Չայկովսկու նախկին ուսանողն էր, ղեկավարությամբ եւ խորհուրդներ է հարցրել երաժշտության մեջ նաև Չայկովսկուց։ Կորգանովը երկար տարիներ գրում էր երաժշտություն, որ բավականին եվրոպական էր, արևմտյան էր իր հնչողությամբ եւ ինչ խոսք նրա ֆա դիեզ մաժոր նոկտյուրնը նույնպես պատկանում է ստեղծագործության այս մի ճյուղին եւ միայն կյանքի վերջում սկսեց անդրադառնալ հայկական երաժշտությանը, մասնավորապես աշուղական երգեցողությանը եւ այլն, բայց ցավոք սրտի այդ ասպարեզում շատ բան չհասցրեց ասել։ Փաստորեն Կորգանովի նոկտյուրնը, որը հայ առաջին կարևոր նոկտյուրն էր, ունի մի կողմից 19-րդ դարի ռուս երաժշտության, մյուս կողմից Շոպենից եկած ուրեմն հնչողության ոգեշնչանք, հա, եւ շատ հաճախ այս երաժշտությունը լսելիս դժվար է ասել, որ սա հայ կոմպոզիտորի ստեղծած երաժշտություն է, բայց սա վկայում է մի բանի մասին, որ 19-րդ դարում գոնե որոշ հայ կոմպոզիտորներ կարողացան ամբողջությամբ սերտել ժամանակի եվրոպական երաժշտության ստեղծագործական մոդելները, եւ դա շատ կարեւոր զարգացում էր։ Նույն կերպով 19-րդ դարին է պատկանում մեկ այլ հայ կոմպոզիտորի գրած կարևոր նոկտյուրն, դա Մակար Եկմալյանի նոկտյուրն էր։ Մակար Եկմալյանը սովորել է Ռիմսկի-Կորսակովի, ուրեմն էլի ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի ղեկավարությամբ եւ նույն կերպ ինչպես Կորգանովն է, նաև ուրեմն Եկմալյանն է սերտում եվրոպական երաժշտության ձևերի եւ արտահայտչամիջոցները, նրա նոկտյուրնը գրված է եռամաս ձևով, որտեղ նախնական սկզբնական թեմայի վերադարձի ժամանակ այդ թեման բավականին ճոխանում է, հագենում է տարբեր հետաքրքիր պասաժներով, հնչողություններով եւ այստեղ կարող ենք տեսնել նաև դաշնամուրի բավականին հետաքրքիր տիրապետում։ 20-րդ դարում նույնպես ստեղծվել է մի շարք կարևոր նոկտյուրներ հայ կոմպոզիտորների կողմից, որոնցից ամենահետաքրքիրներից մեկն է Արամ Խաչատրյանի նոկտյուրնը, Միխայել Լերմոնտովի դիմակահանդես թատերախաղի համար գրված երաժշտությունից։ Այս նոկտյուրնը գրված է
ջութակի եւ նվագախմբի համար, այսինքն ջութակի պարտիան մենանվագ է, նվագակցում է նրան ոչ նվագախումբը եւ իրականում սա շատ հետաքրքիր դեպք է, որովհետեւ երբ Արամ Խաչատրյանը գրում էր դիմակահանդեսի համար երաժշտությունը, նա շատ հետաքրքրված էր Լերմոնտովի ժամանակների Ռուսաստանի հնչողական աուրայով։ Նա սկսել է ուսումնասիրել այն ժամանակվա հայտնի ռուսական ռոմանսները, հայտնի մեղեդիները, որոնք որ այն ժամանակվա հասարակության մեջ տարածված էին, իսկ վերջի վերջո հիասթափվելով այդ ամենից որոշում է գրել ինքն իր երաժշտությունը։ Եվ ահա այս նոկտյուրնում մենք կարող ենք լսել հեռավոր արձագանքները դեռևս չստեղծված Սպարտակ բալետի, որը 50-ական թվականներին միայն ուրեմն պետք է ստեղծվեր, այդ նույն քնարականությունն է, նույն ուրեմն երաժշտական ֆրազավորումն է, երկարաշունչ ֆրազները եւ գեղեցիկ քնարական հնչողություն, որը հետագայում նա կունենա նաեւ Սպարտակ բալետում։ Հետաքրքիր է մի բան, որ Մասկարադը, դիմակահանդեսը Արամ Խաչատրյանի երաժշտությամբ առաջին անգամ բեմադրվել է հայրենական մեծ պատերազմի նախօրեին, բառիս բուն իմաստով նախօրեին, հաջորդ օրը սկսվեց պատերազմը եւ հետագա ուրեմն ներկայացումները երկար ժամանակով հետաձգվեցին եւ միայն տարիներ անց այս ուրեմն ստեղծագործությունը սկսեց հնչել եւ ունեցավ նաեւ Լերմոնտովի թատերախաղից առանձին կյանք։ Եվս մի կարևոր նոկտյուրն է նույնպես ջութակի եւ դաշնամուրի կամ երբեմն փոխադրվող ջութակի եւ նվագախմբի համար Էդուարդ Բաղդասարյանի նոկտյուրնը, որը մի կողմից օգտագործում է հայ երաժշտության մեղեդայնությունը, մյուս կողմից զուգակցում է այդ մեղեդայնությունը 19-րդ դարի ռոմանտիկ երաժշտությունից եկած մոդելների հետ։ Վերջապես շատ հայտնի է եւ առանձին ներկայացում չի պահանջում Արնո Բաբաջանյանի հայտնի նոկտյուրնը, որը գրված է ոչ թե որպես դասական ստեղծագործություն, այլ էստրադային ժանրի ստեղծագործություն։